Գնեք Սանկերամիկա կամ Լոգասենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Եկեք sense բան ասեմ, մանդատները դե արդեն հրապարակվել է նախնական արդյունքները, այդ դրա հետ կապված որևէ բան ես ինչպես նշեցի, թե ինչու թե քվեարկության արդյունքները, որտեղ էս բնակավայրերի տեղամասերը երբ որ կվերլուծվի, կախված ուրեմն տվյալների, հա, դա առանձին վերլուծության հարց է, որ ավելի շատ քաղաքագիտական, հա, կոնտեքստի, բայց իհարկե նաև ընտրական գործոնների, որոնք են գործոնները, որ ընտրական process-ի վերածվում են այդ կոնտեքստում, բայց հիմա չունենք այդ վերլուծություն, դրա համար եկեք չշտապենք, որպեսզի մեզ ենթադրությունների դաշտը մտնենք, ուղղակի արձանագրենք, որ այո, տեղական այս պահին նախնական տեղական գործոնները որոշակի նշանակություն են քվեարկության արդյունքների վրա, բայց մեծ առումով եկեք լրացուցիչ վերլուծենք նոր։ Ամենից կարևորը նոր մրցակցային է ժողովուրդ։ 8 քաղաքական ուժից, հա, 3 քաղաքական ուժ այս պահին, հա, ներկայացված են եւ ընդ որում բան չի, ոնց ասեմ, ազատ մրցակցային մթնոլորտում ա եղել, այն նույնիսկ թվացած պատկերը, որ գիտեք, քիչ ամենը այստեղ իրար հետ, ոնց որ նշեցի, պաստառների պատերազմ եւ այլն, ինքը չի դրսևորվել ոչ հանձնաժողովների, ոչ նախընտրական հանդիպումներում, իհարկե որոշակի սահմանափակումներ եղել են, արձանագրել են եւ նաեւ ասենք տարածքների հատկացման եւ այլն, բայց չի ունեցել այն բանը համակարգային բնույթը, որ ասենք թե մենք ասենք թե գիտեք ոնց է, իրապես էական նշանակություն ա ունեցել մրցակցության վրա եւ նաեւ արդյունքների վրա։ Ես կուզենայի այո, այստեղ ուղղակի ուղիղ ողջունել այն հանգամանքը եւ որ ընտրական տեղամասերում մրցակից քաղաքական ուժերը որպես կանոն ինձ թվում ավելի քան 90% դեպքերում փոխադարձաբար հարգանքի մթնոլորտում են աշխատել, փոխադարձաբար իրար վերահսկում էին, բայց դա անում էին հարգանքի մթնոլորտում, դա անում էին կոնստրուկտիվ մթնոլորտում, այո, եղել են բացառություններ, բայց այդ բացառությունները կրկին ընդհանուր կանոնը հաստատելու են գալիս եւ սա իրոք բավականին հաճելի, ես կասեի հաճելի անակնկալ էր, որտեղ մենք իրոք օրինակ սպասում ենք, որ տեղամասերում կարող է ավելի թեժ լինել եւ հաճելիորեն զարմացած ենք կոնստրուկտիվ եւ հարգալից եւ քաղաքակիրթ եւ հարգալից մթնոլորտից, որը որ կար տեղամասերի մեծ մասում, ինձ թվում է հարցը մանդատների բաշխման մասին էր։ Մանդատների բաշխումը ըստ էության որոշակի բանաձևերով իրականացվում, այս պահին, որ ասեմ մենք հաշվարկ իրականացրել ենք եւ կարող ենք ասել, թե այս պատկերի դեպքում որ ուժը քանի մանդատ կստանա, չէ, մենք այդ հաշվարկը տեխնիկական բան է, իրական չենք արել, բայց նաեւ պետք է բոլորիդ հորդորեն վերջնական եզրահանգումներ չանել, որովհետեւ կարող են լինել վերահաշվարկներ, այդ թվում, որովհետև կա անվավեր 132 քվեաթերթիկ, սա այդքան էլ փոքր թիվ չի եւ կարող է որոշ ուժերի, հա, կարող է օրինակ դա լինի նրա արդյունք, որ օրինակ որոշ տեղամասեր կարող է տարօրինակ ձևով են հաշվել, անվավերություն գնահատել, կարող է, այսինքն կարող են լինել որոշակի փոփոխություններ վերահաշվարկի կոնտեքստում եւ Ստեղ իհարկե շատ, բայց եթե շատ փոփոխություններ չլինի, ստեղ գոլեգաներս ինձ գրեցին, որ արդեն հաշվել են, եթե շատ փոփոխություններ չլինի, ապա մանդատները կբաշխվեն 19, 12 եւ 2 մանդատ, համապատասխանաբար քաղաքացիական պայմանագիր, հաղթանակ եւ Մար Հայաստան ուժերի միջև, բայց նորից թվերը կարող են փոխվել վերահաշվարկի արդյունքում, դրա համար է, որ վերջնական կա նախնական արդյունքների հրապարակում քվեարկության հաջորդ օրը եւ կա վերջնական հրապարակում քվեարկության հաջորդող 7-րդ օրը, այսինքն կիրակի օրն է վերջնական հստակ թվերը պարզ լինելու, որ ուժը ինչքան քվե է ստացել եւ արդեն կիրակի օրվա վերջնական արդյունքները կարելի է այդ բանաձևերով անցկացնել ու վերջնական ասել, թե ով քանի մանդատ կունենա։ Եթե ասենք մի քաղաքական ուժ 4% ասենք, թե ոչ թե դաշինք էլ բանը 4%-ի հաղթահարման մի քանի մանդատ ձայների հետ կապված հարցերնի կարա չէ, ասենք թե այդ 130 անվավերների կամ վերահաշվարկի բան լինի, դրա համար այս պահին շուտ է այդ մանդատների բաշխման հետ կապված
վերլուծություն կամ գնահատական արժեն, պետք է սպասենք։ Մենք ասում ենք շուտա, բայց հանրությունը սպասում է, էլի։ Բայց բողոքարկման, այսինքն նորենքով սահմանված այդ բոլոր վերահաշվարկի բողոքարկման ժամկետները ավարտվեն, հետո նոր կարելի է հիմք ունենալ վերլուծություններ անելու։ Շնորհակալություն, Ժողովուրդ ջան։ Շնորհակալություն։ Հաջողություն բոլորիս։